Մարդկանցից գումար շորթելու հերթական հնարքը փաստի առաջ է կանգնացրել հազարավոր քաղաքացիների։ Որպես կրիպտոներդրումային հարթակ ներկայացող Helobit-ը, որի կայքեջում ոչ ընկերության մասին տեղեկություններ կան, ոչ էլ կոնտակտային տվյալներ, օրեր առաջ սառեցրել է օգտատերերի հաշիվներն ու հազարավոր մարդիկ ֆինանսական լուրջ կորուստներ են կրել։ Իմաստը այն է, որ մարդկանց առաջարկում էին ներդրումներ անել եւ ստանալ շատ մեծ տոկոսներ, խոսքը հասնում էր օրական 2-3% վերադարձի մասին ու նաև երբ որ դու ներգրավում ես ուրիշ մարդկանց, ապա դու տոկոսը բնականաբար աճում է ու մարդիկ խրախուսվում են հնարավորինս շատ ծանոթ բարեկամի ներգրավել։ Ֆինանսական բուրգը պայթում է այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չի լինում նոր մարդկանց ներգրավել, եւ մի գեղեցիկ օր, երբ մարդիկ փորձում են մուտք գործել համակարգ, հանկարծ կորցնում են հասանելիությունն իրենց հաշիվներին։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին հարյուրավոր քաղաքացիներ են դիմել վերջին օրերին, թե որքան է կազմում շորթված գումարի ընդհանուր թիվը առայժմ հայտնի չէ, բայց փորձագետին դիմաց անձինք մի քանի հարյուրից մինչև տասնյակ հազարավոր դոլարներ են կորցրել։ Ցավոք սրտի խնդիրը ինչու՞մն է, մարդիկ որ ոգևորվում են, որ ստանում են այդ վերադարձը, բնականաբար անդադ ավելի շատ փող են ներդնում։ Ներդրել բառն էլ ստեղ մի քիչ սխալ է, որովհետև դա իրականում ուղղակի նվեր է դեղծարարներին, ոչ մի տեղ այդ գումարը չի ներդրվում, պարզապես։ Եվ շատերը ինչ որ պահից սկսում են արդեն պարտքով գումար վերցնել, վարկ վերցնել, գրավ դնելով, մեքենա են վաճառում, ինչ ասես անում են ու ինչքան երկար ավելի բուրգը աշխատում, այդքան ավելի շատ մարդիկ ընկնում են այդպես ծանր վիճակում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման կասկածելի հարթակներում ներդրումներ անելուց։ Իսկ ինչ անել, եթե արդեն ընկել եք զերծարարների թակարդն ու գումար ներդրել գոյություն չունեցող բիզնեսներում։ Միանգամից հասկանանք, որ լուրջ հանցագործ միջազգային թիմեր են, իրանք այստեղ չեն նստած, իրենք շատ քիչ հավանականություն իրենց կբռնեն։ Բայց այստեղ մի կարևոր բան է, մարդիկ շատերը չեն դիմում ոստիկանություն, որովհետև հույս չունեն, իսկապես հույսը շատ փոքր է, բայց եթե մարդ չդիմի ոստիկանություն, հաստատ 100% գումարը հետ չի գա։ Եթե ինչ-որ մեկը հավատում է, որ իրան ինչ-որ մի հակեր կօգնի, ինչ-որ իրավաբան կօգնի, մոռացեք։ Բայց եթե մարդ դիմում է ոստիկանություն, եթե հանկարծ մի 2-3 տարի հետո այդ զեղծարարներին ինչ-որ մի երկրում բռնեն, որտեղ իրանք մենակ Հայաստանի դեմ չեն աշխատում, սովորաբար դա ինչ-որ պահից բերում է միջազգային հետաքննություններին, եթե հանկարծ իրենց մի օր բռնեն, այն մարդիկ, ով դիմել են ոստիկանությանը, գոնե կունենան հնարավորություն դիմելու փոխհատուցման։ Փորձագետի խոսքով պետությունը տեսականորեն կարող է արգելել նման հարթակների գործունեությունը Հայաստանում, սակայն դա ժամանակատար գործընթաց է։ Մինչև պետությունը դիմի եւ արգելափակի հարթակի գործունեությունը, այդ ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ կընկնեն խարդախների լարած ծուղակը։ Լինում են դեպքեր, երբ նման հարթակների ներկայացուցչություններ են բացվում երկրում եւ ավելի ակտիվ գործունեություն ծավալում։ Փորձագետի խոսքով, սակայն օրենսդրական բաց կա Հայաստանում։ Մինչև տուժողներ չլինեն, իրավապահները ոչինչ անել չեն կարող։ Իսկ երբ տուժողներ են հայտնվում, արդեն ուշ է որևէ քայլ ձեռնարկելու համար։ Կարծում եմ օրենսդրությունը առնվազն կամ դրա ինչ-որ պրակտիկ հատվածը հենց ֆինանսական բուրգերի դեմ ավելի խիստ լինի, որպեսզի գոնե այն մարդկանց, որոնք այստեղ ոնց որ այդ լրացուցիչ աղմուկ ստեղծողներն են, ոգևորված մարդկանց ներգրավում են, գոնե դրանց գործունեությունը կասեցվի ու գոնե ուժասների քանակը քիչ կլինի ու երկրորդը իհարկե մարդկանց կրթելն է, սա ընդհանրապես ֆինանսական գրագիտության պակասն է, որ պետք է դպրոցից սկսվի, որ մարդիկ հասկանան, որ օրը 2-3% եկամուտ նույնիսկ թմրադեղերի վաճառքից կարող է չլինի, իսկ օրինական բիզնեսներում հեքիաթ է էլի։ Ֆինանսական բուրգի գործունեությունից տուժածներին իրավապահները հորդորում են դիմել տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ Երևանի Նալբանդյան 130 հասցե քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։